Պարոն Թորոսյան, բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանի այսօր հանկարծակի բռնկումը ինչով էր պայմանավորված, ստատուսների շարք մեկը մյուսի հետևից։ Ձեր որակումները չեմ կիսում, հանկարծակի բռնկում այդ բառերը տեղին չեն։ Կարծում եմ վարչապետը ինչ որ ասել է, ժողովուրդը շատ լավ հասկացել է ինչու է ասում եւ ում հասցեին։ Ում հասցեին։ Պարզ չի ում հասցեին, ազգ հայտարարությունների ժամը, որ ուշադիրները կհասկանաք ում հասցեին։ Սամվել Կարապետյանի, պարզ չի ում հասցեին։ Եվ ըստ ձեզ գործարարը, որ ասում էր, եթե քաղաքական գործիչները ըստ էության նկատի ունենալով ընդդիմադիր քաղաքական գործիչներին նաև չկարողանան այս հարցը լուծել, մենք մեր ձևով կլուծենք, դա ինչ էր նշանակում։ Չգիտեմ ինչ էր նշանակում, բայց այդ մեր ձևերը, եթե օրենքից դուրս եղան, օրենքի ողջ ուժով կասեցվելու են եւ օրենքից դուրս իրենց դասողները մեծ փոշմանելու են այդ ամեն ինչի համար, շատ են փոշմանելու։ Իսկ քպականները իրենց այս մեծ հայտարարությունների համար չեն փոշմանում, մի տարուց քիչ է մնացել։ Գուցե եւ չընտրվեք, հետո ո՞նց եք ապրելու այս երկրում։ Շատ հանգիստ։ Նախ ժողովուրդն է որոշում ով լինի Հայաստանի Հանրապետություն իշխանություն եւ մենք այնպեսի որևէ վարքագիծ չենք դրսևորում, որ վաղը չկարողանանք ապրել մեր երկրում, ի տարբերություն շատերի։ Դուք կարծում եք, որ դա պարոն Կարապետյանի անձնական այսպես նախաձեռնությունն էր, թե այլ օրինակ Դուք իմ ելույթը երևի չեք լսել ազգային ժողովում։ Ես վստահ եմ, որ պարոն Կարապետյանը նաև աշխարհաքաղաքական կենտրոնների հրահանգով է սա անում եւ ոչ միայն ինքը, այլև շատ քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչներ Հայաստանում, այդ թվում տարբեր անձինք, որոնք հանդես են գալիս նույն եկեղեցու պաշտպանության դիրքերից եւ այդ ամեն ինչը պետք է նայել այդ ծիրի ներքո։